Հետընտրական շրջանում կալանավորված ընդդիմադիր գործիչների պաշտպանները նորահազանգ են հնչեցնում։ Նրանք պնդում են Արեգնազ Մանուկյանին եւ Ավետիք Չալաբյանին թույլ չեն տալիս շփվել իրենց անչափահաս երեխաների հետ։ Իրավապաշտպանների գնահատմամբ նման սահմանափակումներով կալանքը կարող է վերածվել ոչ թե խփատման միջոցի, այլ լրացուցիչ պատժի։ Այդ արարքով, այդ քայլով, այդ սահմանափակումով կարելի ասել բաժի է վերածվել այլևս արդեն գալանքը, որովհետև ոչ մի պարագայում իրավական հիմնավորում չի կարող տրվել, թե ինչու կարող է 12-ամյա երեխան չպետք է շփվի իր մայրիկի հետ կամ նույն Չալաբյանի պարագայում։ 5 իրավապաշտպանների տարածած հայտարարության համաձայն անկախ քրեական վարույթի հանգամանքներից ծնողի եւ երեխայի շփման իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է ունենա հստակ իրավական հիմնավորում։ Նրանք ընդգծում են, կալանավորումը չի նշանակում, որ անձը զրկվում է ընտանիքի անդամների, այդ թվում անչափահաս երեխաների հետ կապ պահպանելու իրավունքից։ Յուրաքանչյուր դեպքում անձի իրավունքի սահմանափակումը պետք է բխի գործի փաստական հանգամանքներից եւ ունենա իրավական հիմքեր։ Անձի հաղորդակցության իրավունքը սահմանափակվում է, որպեսզի տվյալ անձը այլ անձանց միջոցով միջնորդավորված եղանակով չազդի վարույթի վրա։ Հիմնականում այդ գործիքակազմը օգտագործվում է կանխարգելելու համար այլ անձանց վրա հնարավոր բացասական ազդեցության հանգամանքը։ Բայց եթե մենք սրա համատեքստում դիտարկում ենք անչափահաս երեխաների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակում, ապա տեսնենք, որ ամենևին սրա մեջ չի ընդգրկում այն ինչի մեջ, որ ես ասեցի։ Իրավապաշտպանը հարց են բարձրացնում, եթե կալանքը նախատեսված է վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար, ապա ինչ իրավական հիմքով է սահմանափակվում կալանավորված ծնողի շփումն իր երեխայի հետ։ Եթե վիճակագրություն նայենք, ուսումնասիրենք, ամեն դեպս ես որպես փաստաբան չեմ լսել, որ որևէ ոչ քաղաքական գործով նման սահմանափակում կիրառվի։ Եվ պարզ է, որ այստեղ արդեն այդ քայլով հավելյալ ճնշում եւ հավելյալ ազդեցությունը եւ ինչու՞ չէ նաեւ վրեժխնդրություն է երբեմն նշված անձանց նկատմամբ, ովքեր կալանավայրում են գտնվում, պատկերացրեք այդ անզոր վիճակը ծնողների, որոնք չեն կարողանում իրենց անչափահաս երեխաներին տեսնել։ Միջազգային իրավական չափանիշներով ազատությունից զրկված անձի ընտանեկան կապերի պահպանումը հիմնարար իրավունք է։ Մարդու իրավունքի եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ կալանավորված լինելն ինքնին չի վերացնում անձի ընտանեկան կյանքի իրավունքը։ Եվրոպական բանտային կանոններով եւս նախատեսված է, որ ազատությունից զրկված անձինք պետք է հնարավորություն ունենան պահպանելու կապը ընտանիքի հետ, իսկ այդ իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է լինի օրենքով հիմնավորված, անհրաժեշտ եւ համաչափ։ Իսկ երբ խոսքը վերաբերում է անչափահաս երեխաներին, միջազգային չափանիշներով առաջնահերթ պետք է հաշվի առնվի երեխայի լավագույն շահը։ Այլ բան ասեմ, երբ անձը մեղադրվում է 2 եւ ավելի անձանց սպանության մեջ, անգամ այդ դեպքում նախաքննության ամենավաղ փուլից անգամ անձի հաղորդակցությունը ընտանիքի անդամների հետ չի սահմանափակվում։ Այսինքն սա պետք է ունենա լուրջ հիմքեր, լուրջ փաստական հիմնավորումներ, որ անձը կարող է միջնորդավորված եղանակով ազդել այլ անձանց վրա, բայց անգամ եթե այդ հիմնավորումը առկա է, դա ամենևին չի նշանակում, որ անձը այդ գործողությունը կարող է իրականացնել իր անչափահաս զավակների միջոցով։ Իրավապաշտպանների գնահատմամբ հատկապես անչափահաս երեխաների դեպքում ծնողի հետ շփման սահմանափակումը կարող է հոգեբանական ծանր հետևանքներ ունենալ։ Իրավապահ մարմինները նախկինում հայտարարել են, որ նման սահմանափակումները պայմանավորված են կոնկրետ քրեական վարույթների հանգամանքներով եւ կիրառվում են օրենքի շրջանակում։ Իրավապաշտպանները սակայն պնդում են, ծնողի եւ երեխայի շփման իրավունքը չի կարող սահմանափակվել առանց հստակ իրավական հիմնավորման։